Այսօր հետաքրքիր մի թեմայի շուրջ եմ խոսելու, որը կարելի է այսպես վերնագրել, կարիքավորները։ Եվ այն տեղը, որ պիտի կարդամ, հատվածը, դա գրված է Գործք առաքելոցում։ Ինչ եմ ընտրել հենց դա կամ ինչի ավելի ճիշտ արտահայտվեմ ուղղորդումը կամ առաջնորդություն եղավ Սուրբ Հոգու կողմից Գործք առաքելոցը ընթերցել ձեզ ներկայացնել, որտեղ հավատում եմ, որ Գործք առաքելոցը դեռ չի վերջացել, շարունակվում է, որտեղ այդ գործը ուղղակի միայն այն 12-ինը չէր։ Բոլոր նրանցներ, ովքեր որ առաքված են Աստծո կողմից ու հավատացած են, դու այդ առաքվածներից մեկն ես։ Մեկն ես, որ գործ ունես դեռ անելու, գործ ունես, որպեսզի շարունակենք այն ինչ որ Տեր Հիսուսն անում է երկրի վրա։ Շարունակում անել իր մարմնի միջոցով։ Գործք առաքելոց 2-րդ գլուխ 43 խոսքը, եւ ամեն անձի վրա վախ ընկավ, շատ հրաշքներ ու նշաններ էին գործվում առաքյալների ձեռքով։ Հիսուսից հետո առաքյալների միջոցով գործվում էր գրված է շատ հրաշքներ ու նշաններ։ Եվ շարունակության մեջ 3-րդ գլխի մեջ գրվում է դրանցից մեկի մասին, որը Ղուկաս ավետարանիչն է գրել, գիտեք, ու ինքը գրել է այս դեպքի մասին ավելի մանրամասնորեն, քան մեկ այլ տեղերում, կամ ուրիշ դիպվածներով, կամ ուրիշ բժշկությունների մեջ։ 3-րդ գլխի առաջի խոսքից մինչև 10-րդ խոսքը, 6-րդ խոսքը։ Պետրոսն ու Հովհաննեսը գնում էին միասին տաճարը 9-րդ ժամի աղոթքին։ Եվ մի մարդ կար, իր մոր որովայնից կաղ, որին վերցնում էին ամեն օր եւ դնում տաճարի այն դռան մոտ, որ գեղեցիկ էր կոչվում, տաճարը մտնողներից ողորմություն խնդրելու համար։ Հետաքրքիր է, որ այս մասը, որ գրված է, Ղուկասը շատ հետաքրքիր ձևով է ներկայացնում, ասելով, որ այս հրաշքի մեջ նկարացված է, թե ինչ կատարվեց։ Գրված է, որ բժշկություն պիտի լիներ, գրված է, որ պետք է հրաշք լիներ, եւ այս դեպքը կատարվեց, որպեսզի մի կարևոր բան կատարվի։ Այս նկարագրության մեջ տեղափոխություն է կատարվում, կարծես Երուսաղեմից Հռոմ, մի անգամից։ Ուզում եմ հարցնել ինչպես, շատ պարզ ձևով, սկսվեց հալածանք։ Ու այս դիպվածից հետո եկեղեցին կարծես ցրվեց ու սկսեց տարածվել։ Մինչև այդ բոլորը մեկտեղ էին հավաքված։ Ու սպասում էին կարծես Աստծո կոչին, Աստծո հրահանգին, Աստծո առաջնորդությանը։ Այս կաղ մարդը, որ գրված է, մոտավորապես 40 պլյուս էր, կարելի այսպես ասել, տարիքով։ Եվ իր ողջ ընթացքի մեջ, այս մարդուն իր կյանքի ողջ ընթացքի մեջ, որ երբևէ չէր քայլել, գրված է, որտեվ այդպես ծնվել էր, իրեն ամեն օր բերում եւ նստեցնում էին գեղեցիկ կոչվեց դռան մոտ, որպեսզի ինքը մուրար, ողորմություն խնդրեր, կարծես թե իր հանապազորյա հացի հարցը լուծվեր, բերում և դնում էին։ Մի փոքրիկ էքսկուրս, թե որտեղ էր այդ գեղեցիկ կոչված դուռը։ Երուսաղեմ գլխավոր տաճարը մտնելու համար կար 2 դարպաս, ոսկե դարպասները և գեղեցիկ դարպասը։ Այդ գեղեցիկ կոչված դարպասը մոտ 23 մետր բարձրությամբ մի մասը ոսկեր, մի մասը արծաթ էր։ Եվ ինքը շատ շքեղ տեսք ուներ։ Եվ այդտեղով դեպի տաճար մուտք գործելու համար բոլորը իրավունք չունեին։ Հեթանոսները իրավունք չունեին այդտեղ բարձրանալու նույնիսկ այդ աստիճաններով։ Այդտեղով անցնում էին միայն հրեաները։ Եվ այն էլ օրը մի քանի անգամ, բայց հիմնական արարողակարգը կատարվում էր առավոտյան ժամը 6-ին, քանի որ հրեաների մոտ օրը սկսվում էր առավոտյան 6-ով։ Եվ այդ ժամանակ գնում էին ժամը 6-ին, որպեսզի աղոթեին,
ու պիտի բարձրանային միայն տաճար մտնելու համար այդ գեղեցիկ դռնով պիտի բարձրանային։ Եվ երկրորդ աղոթքը կատարվում էր ցերեկվա ժամը 3-ի կողմերը։ Նորից միայն հրեաներն իրավունք ունեին բարձրանալու։ Հեթանոսները իրավունք չունեին, կալ մեկ այլ գավիթ, կոչվում էր հեթանոսած գավիթ, որի մուտքը գեղեցիկ դռնով չէր անցնում։ Եվ պատահական չէր, որ այդ կաղ մարդուն բերում նստեցնում էին այդտեղ, որպեսզի ամեն իրեն հարգող հրեա, երբ որ անցներ այդտեղով, ողորմություն տար այդ անձնավորությանը։ Եվ անցնողներից երկուսի մասին, որ գրում է Ղուկասը, դա Հովհաննեսն ու Պետրոսն էին։ Հաստատ առաջի անգամ չէին Հովհաննեսն ու Պետրոսն այդտեղով անցնում։ Երևի եղել էր դեպքեր, միգուցե տվյալ կաղի հետ զրուցել էին, միգուցե երբևէ չէին էլ ուշադրություն դարձրել, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ երբ որ մարդիկ անցնում են այդ գեղեցիկ կամ շքեղ դռան մոտով, հազվագյուտ է լինում, որ տեսնում են նրան, ով որ կարիքի մեջ է։ Ավելի շատ իրենց համար տեսարժանա այդ գեղեցկությունը, շքեղությունը, քան թե նա, որ դրված է այդ գեղեցկության կողքին։ Այսինքն մարդը ավելի գերադասում է տեսնել Սարքովի գեղեցկությունը, քան այն գեղեցկությունը, որը բնականից է։ Եվ իրենց անցնելու ժամանակ շատ հետաքրքիր բան է լինում, որ գիտեք, պատմությունը։ Հավատացած եմ, կարդում եք ու տեղյակ եք։ Բայց ինչն էր այստեղ հետաքրքիր, երբ որ իրենք անցնում էին, տեսան կարիքավոր մարդուն։ Տեսան, որ տվյալ անձը կարիքի մեջ է։ Մենք երբ որ կարիքավոր ենք ասում, կարծես առաջի հերթին տեսնում ենք մարդ, որը որ կարիք ունի, կարծես թե ֆինանսի, հա։ Բայց մեկ այլ բան եմ ուզում ասել։ Ֆինանսով չի որոշվում կարիքավորությունը։ Կարիքավոր էր հենց այդ կաղը, կարիքավոր է այն անձնավորությունը, որ չի տեսնում, որ չի լսում, որ չի կարող խոսել։ Կարիքավոր է այն մարդը, որ միգուցե շատ հարուստ է, բայց ինքը դատարկ է, ինքը կարիքավոր է։ Կարիքավոր է այն մարդը, որի մոտ չի ստացվել ընտանեկան հարաբերությունը, ձախողվել է, քանդվել է, կարելի ասել, բաժանված է։ Կարիքավոր է այն մարդը, մնացած ես հավատացած եմ քո մեջ հիմա առաջանում են այդ կարիք ունեցող մարդկանց ցուցակը, ավելանում է։ Ինչ կկատարվեր, եթե Հովհաննեսը եւ Պետրոսը չտեսնեին այս կարիքավորին։ Բայց տեսնելու դեպքում մեկ այլ բան կատարվեց, երբ որ իրենք նայեցին այդ կաղին, կաղն էլ իրենց էր նայում։ Կաղի ակնկալիքը մեկ այլ բան էր։ Ֆինանսը։ Բայց Հովհաննեսի ու Պետրոսի ակնկալիքը մեկ այլ բան էր։ Հնչեց շատ հայտնի խոսքեր, որը մենք հաճախ ենք միգուցե արտաբերում։ Ոսկի արծաթ չունեմ, բայց ինչ որ ունեմ, ու դա ունեցածն ինչ էր, Հիսուս Քրիստոս Նազովրեցին։ Իր անունը։ Ոստի այդ անունը քեզ եմ տալիս, այդ անունով վեր կաց ու քայլիր։ Ու այս մարդը նայում էր, հա, նայում էր Հիսուսի հետևորդներին, աշակերտներին, որոնց մասին հաստատ լսել էր, որոնց մասին հաստատ տեղյակ էր, եւ վեր կացավ։ Գիտես ինչ է կատարվում, շատ փոքր բան է միգուցե, հա, փոքր թվացող դիպված է միգուցե, բայց ինքը առանցքային է։ Երբ որ տվյալ անձը լսեց, երբ որ Աստված հանդիպեց Մովսեսին, Մովսեսին առաջարկեց, հա, հրամայեց ինչ անել, ու Մովսեսի արձագանքն եղավ, ես թույլ մարդ եմ, տկար մարդ եմ, լավ չեմ խոսում, ես ով եմ, որ ինձ ես ասում։ Եվ Աստծո հրանգը հետևյալն էր, ինչ ունես քո ձեռքում, հա,
Մովսեսի ձեռքին մի գավազան կար, հովի գավազան էր։ Եվ ընդամենը Մովսեսի հնազանդությունը ինչ արեց։ Գավազանի միջոցով սկսեց գործել։ Փոքր բան էր։ Միգուցե Մովսեսը ասում էր, ես արժանի չեմ, որ իմ միջոցով գործես, որովհետև ես այնքան էլ ամբողջական չեմ, այնքան էլ գիտուն չեմ, այդքան էլ չունեմ ճանաչողություն, ես ով եմ։ Բայց ինքը հնազանդ գտնվեց անելու այն, ինչ որ Աստված ասեց։ Մեկն իր քո գավազանը, գավազանի միջոցով Աստված այդ ողջ ազգին, հա, այդ հնազանդության պատճառով, հնազանդության հետևանքով ողջ ազգին Իսրայելից դուրս անեց։ Կարիք կար լսելու։ Մեկ ուրիշ բան, երբ որ սա կարծես առաջի քայլն էր, հա, այդ գերությունից ազատելու համար, բայց Աստված մեկ այլ բան էր ուզում անել։ Այդ նույն արեց նաև փղշտացների, երբ որ բանակը կանգնել էր Իսրայելի առջև եւ հայոյում էր, անիծում էր, ծաղրում էր, հա, ամբողջ Իսրայելին հրամայելով, հրահանգելով, որ ինչ որ մեկին բերեք, ով ունեք տենց ձեր մեջ տղա, այսպես ասած, թող ինձ հետ կռվի։ Եվ մի անձնավորություն կատարեցին ինչ որ Աստված ասեց, հնազանդվեց ընդամենը, շատ փոքր բան, երևի։ Դա Դավիթն էր։ Այրա վերցրածն ինչ էր ընդամենը մի պարսատիկ ու քար։ Բայց արեց մի բան, որը որ ըստ մարդկանց դա ծիծաղելի է, անարգելի է միգուցե։ Բայց Աստված ասեց դա ու Դավիթ արեց։ Մի մարգարե կար Եղիա անունով, հա, որը որ արեց այն ինչ որ Աստված ասեց։ Ինքը կշտացավ, քանի որ մի այրիկին մի քիչ ցորեն ուներ ու դա տրամադրեց։ Բայց ասեց Եղիան ու այդ կինը ընդունեց այդ ասածը որպեսզի Աստծո կողմից հրահանգ ու կատարեց, հնազանդ գտնվեց։ Մի աշակերտ, միգուցե աշակերտ, երիտասարդ մի տղա, որ համաձայն եղավ, որպեսզի իր ճաշով բաժնեկցի մոտ 5000 մարդու, հա, հնազանդվեց, ուներ ձուկ, հաց, չասես չի կարալ լինի տենց բան, ձեռ եք առնում, ես մի այդ ձկով, ես հացով, այդքան ժողովուրդ հեքիաթ եք պատմում, հնազանդվեց։ Պետրոսը հնազանդվեց, հետաքրքիր դեպք կար գրված, երբ որ պետք էր տուրք վճարել, ու Պետրոսն եկավ Հիսուսին ասեց, արժան է, որ պետքա տուրք վճարենք, ինչ անենք, Հիսուսն ասեց, ոնց ես մտածում, արժան է, որ թագավորության որդիները տուրք վճարեն, բայց դե քանի որ ասել ես, Պետրոս առաջ ես ընկել էլի, ասել ես, ոչինչ, կատարիր հետևյալը, գնա քո ցանցը գցիր եւ ձուկ կհանես ու այնտեղից այդ գումարը դուրս կգա կտաս բարձ եւ այլն։ Արեց Պետրոսը, չասեց, ես ինչ ես պատմում, մի ոնց որ ծաղրես ինձ, արեց։ Հիմա քեզ մի բան եմ ուզում ասել, որի ընթացքում դու մտածիր։ Շատ դեպքեր չեղել է, որ Աստված քեզ ասել է, մեզ, ամեն մեկիս, ու մենք միգուցե տենց մտածել ենք, այս հարցը ոնց sense կլուծվի, ախր, սրա համար գերբնական ուժ է պետք, կարողություն է պետք, փոխարեն անելու մի բան, որ ասում էր Աստված։ Կարիք չկա ամաչելու, եթե հնարավորությունները մեր քիչ են օգնելու համար։ Երբեք պետք չի ամաչել դրանից։ Բայց համոթա, եթե միայն ունենք մեկ տաղանդ, Աստծուց տված, ու դա պահում ենք, չենք օգտագործում։ Մեր ունեցածը կարիք ունենք օգտագործելու։ Այսպես մի պատմություն կասում են մի ագարակատեր, ասում է, որ եթե $1 միլիոն ունենամ, կնվիրեմ Աստծուն։ Ընկերոջն է ասում, հպարտանալով, ընկերն ասում է, իսկ եթե մի ոչխար, ագարակատերը մի անգամից բորբոքվում, ասում է, բայց ես մի ոչխար ունեմ։ Պատրաստ չեմ, մենք միշտ տենց մեծ բաներից ենք բռնացնում, որ Աստծուն այսպես կանեմ, այնպես կանեմ, սենց կնվիրվեմ։ Աստված ասում է,
Գնա ներողություն խնդրիր։ Ես ու դու սկսում ենք այդտեղ պատտվել, պատճառներ փնտրել, մեզ ինքներս արդարացնել, չէ ինքը ով է, ինքը ինչ արժանիք ունի, բա ես ով եմ, հա, մենք սկսում ենք, բայց կարիք կա ընդամենը այդ քայլը անել, ինչ որ Աստված է ասում։ Իսկ Աստված երբեք չի սխալվում։ Աստված միշտ ասում է ճիշտ ժամանակին ու շատ ճիշտ ձևով։ Ուղղակի ես ու դու կարիք ունենք, որպեսզի ընդունենք այն ինչ որ Աստված է մեզ ասում։ Պետրոսն ու Հովհաննեսն ասին ոսկի ու արծաթ չունենք։ Ունենք շատ կարևոր մի բան։ Մենք ունենք այն, ինչը որ կուզենք քեզ էլ բաժնեկցել այդ անվան մեջ, Հիսուս անվան մեջ, այդ Հիսուս անունով։ Միտեղ շատ հետաքրքիր Պետրոսին պետք էր այդտեղ թե համարձակություն անելու են ինչ որ իրեն Աստված ասում էր։ Ես հավատացած եմ, որ Աստված Պետրոսին այդ պահին ասեց. Պետրոս, ձեռքդ մեկնիր։ Պատկերացնում ես ինչ կլիներ Պետրոսի վիճակը, մտածելու էր ձեռքս մեկնեմ, այդ կաղը բռնի, բայց ո՞նց է բարձրանալու։ Խայտառակ են կլնելու։ Ինչ անհեթեթ բան է։ Մեկը, որին տարիներ շարունակ, մի օր չի, առաջի օրը չի, տարիներ շարունակ տեսնում եմ դռան մոտ նստած, էնել ինքը չի կարող քայլել, իրեն բերում նստեցնում են այդտեղ։ Ու ես իմ ձեռքը մեկնելով պիտի այդ կաղը վեր կենա։ Բայց արեց այն ինչ որ Աստված ասել, դաս էր սովորել Տիրոջից։ Տիրոջից առաջ չընկնել եւ հնազանդ լինել Աստծո խոսքին, Աստծո կոչին։ Ու իր ձեռքը մեկնեց։ Գրված է կաղը բարձացավ։ Ու սկսեց ցատկոտել ուրախությունից։ Ու այնքան էր ուրախացել, որ նույնիսկ պատկերացնում եք ինքը 40 տարեկան եւ ավել երկար տարիներ բերում նստեցնում էին այդ գեղեցիկ դռան մոտ, այդ աշճանի ներքևում, այդ ուրախությունից ցատկոտելով սկսեց բարձրանալ այդ աստիճանները, ու ինքը չնկատեց թե ոնց է բարձրանում։ Ու ինքը չնկատեց այդ գեղեցիկ կոչված դուռը, այլ նկատեց Տիրոջ ծառաներին, որոնք հնազանդ գտնվեցին Աստծուն ու ձեռքը մեկնեցին։ Ես ու դու էլ կարիք ունենք միշտ ձեռք մեկնելու։ Միշտ կարիք ունենք ձեռք մեկնելու։ Հատուկ հրահանգի կարիք չունենք։ Երբ որ կարիք կաղոթելու, կարիք չկա հարցնելու, Տեր կուզես գնամ աղոթեմ, թե չէ։ Ու եթե հանկարծ հարմար տեղ չի, հարմար ժամ չի, քո սրտով մարդ չի, հետո որ կարիք ունի, սկսում ես արդարացնել ու ասել, լավ, այսօր ուշ է, այսօր հարմար չի։ Ձեռք մեկնելու կարիք կա, ցանկացած ժամանակ։ Որովհետև կարիքավորը միշտ սպասում է։ Որովհետև նույն կարիքի մեջ ընկնում ենք ես ու դու։ Անկախ նրանից այդ պահին ինչ վիճակի մեջ ենք։ Ես ու դու էլ ենք կարիքավոր։ Ու Աստված մեզ շրջապատող մարդկանց ոչ մի կերպ չի օգնում, քանի դեռ մենք մեր ձեռքը չենք մեկնում։ Ճիշտ է, բժշկվեց կաղը, ձեռքը մեկնեց Պետրոսը, բայց բժշկեց Տերը։ Ամեն։ Բայց պիտի ձեռք մեկնող լիներ, մինչև ձեռքը չմեկներ չէր բժշկվելու։ Հավատում ես։ Միջև Պետրոսը ձեռքը չմեկներ, այդ բժշկությունը չէր լինելու։ Ոչ թե Աստված սահմանափակ էր, անկարող էր, Աստված ուզում է, որպեսզի ես ու դու մեր ձեռքը մեկնենք, անենք այն ինչ որ ինքն ասում։ Անենք այն ինչ որ դրա կարիքը կա։ Դու փնտրիր այդ կարիքավորին։ Ինքը հեռվում չի, ինքը միշտ քո կողքին է։ Միշտ։ Կարիքը ամենալավ կարիքավոր նա է, ով որ սրտով անկեղծ սպասում է։ Իսկ ես ու դու եթե չխոսենք այդ մարդուն, ինքը ումից է լսելու։ Իր կարիքը ինչպես է բավարարվելու։ Եթե ես ու դու չենք խոսում Աստծո մասին, չենք վկայում նրա փառքի մասին, չենք պատմում թե ով է ինքը, չենք պատմում թե ինչ է արել,
Աստված միշտ գործում է փոքր դիպվածներով, փոքր չերևացող աննշան ձևով, բայց մեծ արդյունք է տալիս։ Այս անձնավորությունը ողջ կտակա գործ առաքելոցի մեջ, բացի այս կաղից կար մի քանի դեպք էլ, այծեմնիկի հարություններ, որի պատճառը նորից եկեղեցին ավելացավ։ Իմիջիալից այս կաղ, երբ որ բժշկվեց, 2000 հոգի ավելացան։ Մի դեպք էր, բայց հետևանքը մեծ էր։ Փոքրիկ էր, միգուցե աննշան էր, բայց հետևանքը շատ մեծ էր։ Քարոզելը լավ է, ճիշտ է, անհրաժեշտ է, բայց քարոզի հետ միասին կարիք կա նաև գործողության։ Մենք ժողովրդական խոսք ունենք, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, կամ 1000 անգամ լսել։ Համաձայն եմ այդ խոսքի հետ։ Ավետարանում գրված է, որ Մարկոս ավետարանում գրված է, որ խոսքը հաստատվում էր նշաններով ու զորություններով։ Երբ որ առաքյալները գնում էին խոսքը քարոզելու, այդ նշաններով ու հրաշքներով պարտադիր պիտի խոսքը հաստատվեր։ Ինչի, որովհետև Աստված միշտ ներկա էր։ Աստված ներկա է, որովհետև խոսողը կարիքավորին ձեռք է մեկնում, որովհետև խոսողը կարիքավորին ուզում է բարձրացնել, հորդորել, քաջալերել, առաջնորդել միգուցե։ Հնազանդության դեպքերից մեկ էր նաև, երբ որ Կանայում հարսանիք եղավ։ Եթե ծառաները ջրով չլցնեին կարասները, կլներ այդ հրաշքը, թե չէ, չէր լինի։ Աստված միշտ կարիք ունի մարդկանց, որոնք հնազանդ են իրեն, կլսեն իր խոսքին։ Ոչ թե կփնտրեն դրա մեջ տրամաբանություն, այլ կանենեն ինչ որ Աստված ասում է, որովհետև մեր Աստված ինչ որ անում է, մեր տրամաբանությունից վեր է, ինքը անտրամաբանական է։ Ուստի ամեն փաստի մեջ, ամեն գործի մեջ կարիք չկա տրամաբանություն փնտրելու, կարիք կանելու են ինչ որ Տերը կասի։ Որտեւ Աստված ավելի մեծ բաներ է անում, քան մենք ենք ակնկալում, եւ Աստված ուզում է, որպեսզի մենք երբ որ լսում ենք, նաև հնազանդվենք, որտեւ լսելը կարծես пассив է, բայց հնազանդվելը ակտիվ է։ Դու կարող ես լսել, այդպես էլ լսել, ու տենց էլ մնալ, որպես լսող, բայց կարիք կա լսել ու հնազանդվել, որտեւ հնազանդությունը բխում է լսելուց։ Լուր ես, եկեղեցի, թե մտածում ես, որովհետև կարիք կա, որպեսզի ոչ միայն լսես, հապա նաև հնազանդ գտնվես։ Հնազանդությունը ամեն զոհից բարձր Տիրոջ խոսքն է ասում։ Ամեն զոհից։ Որովհետև այդ տաճարը երբ որ գնում էին, ամեն օր պիտի զոհ կատարեին։ Ամեն օր։ Օրը 2 անգամ պետք էր զոհ կատարել։ Եվ ինչ էր այդ զոհը, անպայման պետք է անասուն մորթվեր։ Եվ նույնիսկ առաջի դարի քրիստոնյաները, որոնք գիտեին, որ իրենք օրենքի տակ չեն, ազատ են օրենքից, ամեն դեպքում դեռ շարունակում էին օրենքը պահել։ Շարունակում էին դեռ զոհեր մատուցել, ասելով, որ մենք ազատ ենք, դեռ զոհ էին անում։ Երբ որ Պողոսին քաջալերեցին կամ հորդորեցին, ասելով, որ դու էլ որպեսզի այդ օրենքի տակ չգտնվես, պետք է գլուխը տածիլես, հա, զոհ անես, այսինքն ինչ պետք է աներ, գոնե 2 տատրակ պետք է տաներ քահանային տար։ Եվ գումարած նաև 1 գար։ Պետք է տաներ, դա օրենքում գրված էր։ Ինչպիսին պետք է լիներ։ Եվ մարդիկ անում էին, նույն առաքյալները, աշակերտները անում էին այն, ինչ որ գրված էր։ Բայց բոլորն են նախընտրում էին լինել հնազանդ Աստծուն,
քան թե որպես տեղ Աստծո խոսքի իմացողներ լինեին։ Որտեղ Աստծո խոսքը միշտ մղում է գործողության։ Ուստի խնդրեմ, որպեսզի դու այսօր, երբ որ կգնաս տուն, փնտրիր այդ կարիքավորին։ Մի փնտրիր նրան, որ նստած մուրում է։ Փնտրիր նրան, որ սրտով փնտրում է, աղաղակում է։ Խնդրում է, որպեսզի իր հայացքով միգուցե ասելու, որ կիսվիր ինձ այդ Աստծո մասին, ասա ինձ Տիրոջ մասին, պատմիր ինձ նրանից։ Մենք շատ հաճախ անտարբեր ենք գտնվում, որտեղ մտածելով, դե ես փրկված եմ, ես գիտեմ, ես էլ կարիք չունեմ, ով որ ունի ինքը պիտի վազի, չէ, կարիք ունեցողի մոտ ես ու դու պիտի վազենք, կարիք ունեցողի մոտ ես ու դու պիտի գնանք, կարիք ունեցողին ես ու դու ձեռք պիտի մեկնենք, որպեսզի Աստծո զորությունն իջնի, որպեսզի Աստծո զորությունը գործի, որպեսզի Աստված հասնի այդ մարդկանց, որպեսզի այդ մարդիկ դառնան հասանելի, որպեսզի լինեն Աստծո որդիներ։ Նիկոդեմոսը երբ որ եկավ Հիսուսի մոտ գիշերով, ասեց, մենք գիտենք, որ դու Աստծո մարդ ես, դու Աստծուց ես, որովհետև այն ինչ որ դու ես անում, եթե Աստված իր հետ չլներ, քո հետ չլներ, դու չէր կարող այդ գործել։ Եթե Աստված քո հետ չլներ։ Երբ որ ես ու դու գնում ենք այդ մարդկանց մոտ, գտնում ենք այդ մարդկանց, տեսնում ենք այդ մարդկանց, որտեղ այդ մարդիկ նորից եմ ուզում ասել, միայն ու միայն նրանք չեն, ովքեր ֆինանսական խնդիր ունեն։ Կարիքավոր են, որտեղ իրենց մոտ ամեն բան խառնված վիճակում է։ Ընտանեկան հարաբերությունները քանդված են։ Ու այսօր քանի գնում են այդ հարաբերությունները խորանում են, քանի գնում են ընտանիքները ավելի շատ են քանդվում։ Ես ու դու պիտի գտնենք այդ մարդկանց։ Այդ մարդիկ մեր շրջապատում են։ Ու ասելու, որ Հիսուս Քրիստոսի անունով այն անձը, որի մեջ բնակվում է, ուզում եմ քեզ փոխանցել, կիսվել քեզ հետ։ Քեզ հետ բաժնեկցել այդ սքանչելի լուրով, որ կա փրկություն, որ կա փրկություն, որ կա փրկիչ։ Մի կարևոր բան, մենք ունենք անձ մեր մեջ, որը մեր կարիքների բավարարումը այդ անձի միջոցով ալնում, մենք ինքներս կարիքավոր ենք, դրա համար ենք եկել Տիրոջը։ Ու Տիրոջ ձեռքը հասել է ինձ ու քեզ, մարդկանց միջոցով, ոմանց միգուցե, չգիտեմ, տեսիլքով, ոմանց միգուցե հարևանի միջոցով, խոսքի միջոցով, գրքի միջոցով, ինչ-որ պատգամի միջոցով, բայց հասել է ինձ ու քեզ։ Ես ու դու կարիք ունենք շարունակելու այդ ընթացքը, շարունակելու գտնելու այդ մարդկանց ու ասելու, որ այն անձը, որ բնակվում է իմ մեջ, ուզում եմ քեզ փոխանցել, ուզում եմ քեզ հետ բաժնեկցել, որպեսզի դու էլ բաժին ունենաս։ Ուզում եմ, որպեսզի մենք, երբ որ աղոթենք, ասենք, որ դեռ խնդրում ենք մեր աչքերը բաց պահես։ Բաց պահես տեսնելու այդ կարիքավորին։ Բաց պահես, որպեսզի տեսնենք իրենց ու չվախենանք ցանելուց այն սերմերը, որոնք դու ես դրել մեր մեջ։ Եվ ակնկալենք այն արդյունքը, որի հեղինակը դու ես։ Դու կարող ես։ Լցրում ես հնազանդությամբ, տեսնելու ու գործելու, խոսելու մարդկանց, հասնելու կարիքավորին, բարձրացնելու իրենց, ու ոչ թե ասելու, որ ես չեմ կարող, հիշիր, որ ինչ որ ես ու դու ունենք, նույնիսկ թվացյալ ամենափոքրը, Աստծո համար դա ամենամեծն է, Աստծո համար դա ընդունելին է, որտեղ ես ու դու այդ քայլը որ անենք անելու ենք միայն հնազանդությամբ, միայն ասելով ինչպես որ դու կուզես։ Ինչպես երկրպագության ժամանակ էինք մենք երգում, հավատացած եմ այդ ժամանակ մեր սրտերը ավելի ջերմացած էր, կարծես մեկացած էր, աղաղակելով ու ասելով, որ Տեր իմ կարիքը դու ես։ Այդ կարիքը ուզում եմ, որպեսզի մյուս կարիքավորի մեջ լցվի։ Միայն ես չեմ։ Ես խնդրեմ, որպեսզի հիմա ինձ հետ միասին
ոտքի կանգնես ու աղոթքի մեկանաս, փնտրելու մեր մեջ այդ կարիքավորին, տեսնելու այդ մարդուն, խնդրելու, որպեսզի Աստված իմ ու քո միջոցով հպվի այդ կարիքավորին,